Պեսկովը սկսեց Պուտինի անունից ասել, որ Պուտինը շատ գնահատում է իր լավ հարաբերությունները Տրամփի հետ, շատ մեծ հարգանք ունի նրա նկատմամբ եւ այլն, եւ ամենահետաքրքիրին չէր, որ մենք պատրաստ ենք բանակցել այն ինչ որ առաջ ինքը երբեք չէր ուզում բանակցել Ուկրաինայի հետ, ել չասեմ Զելենսկու հետ հատկապես, որտեղ դա իր արժանապատվությունից ցածր է, բայց իհարկե ինքը ասում էր, որ նա լեգիտիմ երկրի ղեկավար չի, որտեղ ընտրությունների չի գնացել, պատերազմի ժամանակ չեն անում ընտրություն, բայց դե համենայնդեպ պատճառներ էր բռնում, ինչու ինքը չպետք է խոսա ուկրաինացիների հետ, ինքը կարծում էր, որ պետք է ինքը բանակցի միայն Տրամփի հետ, դե մենք երկուսով կնստենք կորոշենք, թե Ուկրաինան ոնց ենք բաժանում կամ ով ինչ է ստանում, այս ընդհանրապես այս զոնայում, այսպես ասած, ով ինչ ազդեցության զոնաներ պիտի ունենա, Յալտայի ոնց որ հանդիպման նման դեղ Ստալին Ռուզվելտ, Չերչիլ եւ այլն ստեցին որոշեցին, կամ այլ ձևի ես ձեզ հետ կորոշեմ, ինչ կապ ունի ստեղ Ուկրաինա։ Հանգած փոխվեց այս բոլորը։ Եվ այս հայտարարեցին, որ իրենք պատրաստ են Ուկրաինայի հետ բանակցել։ Դե եթե Տրամփն ուզում է թողնել մասնակցի, ոչ մի խնդիր չկա, մենք շատ ուրախ ենք։